Եվ այս ամեն ինչի շարունակենք, որտեվ այս պահին մենք ունենք շատ լուրջ իրավիճակ Նարեկի մասով, շարունակենք, որ ամսի 9-ին նշանակվեց առաջին դատական նիստը, գործը արագ ուղարկեցին դատարան, մի շատ խայտառակ նախադեպ կա, մենք դրա մասին կխոսենք, համաձայն որի երբ որ գործը ուղարկվում է դատարան, արդեն վերաքննիչ բողոքարկման դեպքում վերաքննիչ դատարանը վճռաբեկն է այդպիսի նախադեպ ձևավորել, մի խայտառակ նախադեպ, այլևս չի կարող իր գործառույթը կատարել եւ դատարանից վերածվում է գիտահետազոտական հիմնարկի, ընդհանրապես կարող է գնահատական, դա փորձագիտական ավելի ճիշտ հիմնարկի։ Հետո դրան ավելի մանրամասն կանդրադառնանք, հիշելով, որ ամեն դեպքում այդ գիտահետազոտականի մասով էլ վերաքննիչը ուներ համապատասխան դիրքորոշում, որը անտեսվեց Առաջինացյանի դատարանի կողմից։ Հունվարի 9-ին առաջին նիստը եղավ, մենք շատ երկար խոսեցինք, տասնյակ փաստարկներ բերեցինք, դատարանը չգիտեմ մեզ լսում էր թե չէր լսում, բայց դե տպավորություն ունեցել որ լսում է, որովհետև լուրջ նայում էր, գրառումներ էր անում, բաներ էինք անում, տենց փաստաթղթեր էինք ներկայացնում, բան էինք անում, դրանց առանձնապես ուշադրություն չեղավ, միանգամից որոշում կայացրեց Վազգենի եւ Նարեկի կալանք խափաման միջոցը 3 ամսով երկարացնելու մասին եւ անմիջապես Նարեկ Սամսոնյանը հայտարարեց հացադուլի մասին։ Եվ սկսվեց բավական ծանր շրջան Նարեկի հարազատների, այդ թվում նաև մեր համար, ես այդ օրերը շատ այսպես դառը օրեր էին, որովհետև դժվար է անընդհատ գիտակցել, որ հարազատ մարդը դիմել է այս ծայրահեղ միջոցին, քաղաքական պայքարի ծայրահեղ միջոցին եւ օր-օրի նրա վիճակը վատանում էր։ Դրան ես գիտեի, բայց դեռ չէի հրապարակել, նաև առողջական խնդիր էր գումարվել։ Այդ առողջական խնդրի հետ կապված թույլատրեցին բժիշկի եկավ զննեց, ցուցեց, որպեսզի հիվանդանոց տեղափոխվի, հետո ինչ որ բյուրոկրատական հարցեր, այնուհանդերձ տեղափոխվեց հիվանդանոց եւ բժշկի ցուցումով միանգամ գնացին, հաջորդ օրը խոստացել էին դիտարկել նաև հաջորդ օրը տանելու հարցը, խոստումը կատարեցին, տարան հաջորդ օրը եւ անմիջապես արդեն երկրորդ անգամից հոսպիտալացրեցին եւ բժշկի ցուցումով, որովհետեւ արդեն առողջական խնդիրը բերում էր հասցրել էր այն շեմիներ, որ արդեն կյանքի համար վտանգի ռիսկ կարող է առաջանար եւ հոսպիտալացրեցին, Նարեկը սկսեց հետ հացադուլային այդ պայն դադարեցրեց հացադուլը, սկսեց հետ հացադուլային վերականգնումը արդեն որի օրն է, ու ամեն օր մենք ես այցելում եմ, կարող եմ ասել, որ ցավոք սրտի այնպես չի, որ վիճակը լավ է, ընդհակառակը հենա շարժողական լրացուցիչ խնդիր է առաջացել, դա էլ սովորաբար այդ հացադուլի ամենավտանգավոր հանգամանքներից մեկն էլ հենց դա, որ ինքը կարա բանան, թույլ տեղերին, օրգանիզմի թույլ տեղերին խփի ու շատ հաճախ ուղղակի մարդը կարող է չիմանա իր ունեցած թույլ տեղերը եւ այդ հացադուլի հետևանքով առաջանան բաներ, որոնք նաեւ հետագայում բուժման հետ կապված որոշակի խնդիրներ ունենան։ Եվ այս առումով կարծում եմ ամեն դեպքում ճիշտ որոշում է դուրս գալը եւ այդ վերականգնողական որոշակի պրոցեդուրաները անցնելը։